Գոդնուվայի արարողությունը իրականացուցին, Դեր Հիսուս Քրիստոս վերջին գիշերը սեղանին վրա նստած էր եւ աշակերտներուն հետ գճաշեր, երբ որ ասաց էր, որ ես պիտի երթամ, պիտի առնվեմ ծեր մեջն, ուրեմն աշակերտները չհասկացան, թե ինչի մասին կխոսի, բայց իրարու միջև խմբակներ կային, Հիսուս երթալը հետո ով առաջին միտը, ով խումբին առաջինը միտը, Հիսուսին դե ով պիտի անցնի, ասոր մասին կվիճապանեին։ Եվ Հիսուս ասիկա իմանալով սեղանեն ելավ եւ ինքը թաշկինակ կապեց իր մեջքին եւ աշակերտների ոտքերը լվաց։ Ուրեմն այն արարողությունը այդն որ երբ որ մեկը դուն մտներ, քանի որ մարդոց կոշիկները շատ առողջարար չէին, երբեմն այդպես սանդալետներով, փած կոշիկներով գկալեին, փոշի գլար դուն մտնելը առաջ իրենց ոտքերը գլվային։ Եթե հարուստ է մարդը, ձարաները գլվար, եթե հարուստ չէ, իր գինը գլվար, իր աղջիկները գլվային։ Ուրեմն, երբ որ դեր Հիսուս իր աշակերտներուն ոտքերը լված, ուրեմն ինքը զարայի գերբարանքա։ Աշակերտները զարմացան, ասին, որ այս ինչը, ինչ կնես, և Հիսուսա, որ հիմա չեք հասկնար, բայց հետո վիդը հասկնար։ Երբեմն մենք մեզի շատ բաներ կպատահին, չենք հասկնար, բայց հետո կհասկնար։ Երբ որ այս մանուկներու վեսեի և թվրոցը որոշ օրեր մեզի ասեղնելու գուկային, պատվաստելու համար, մենք կփախեինք, որովհետև մեզ համար տանչանք էր անիկա, հալածանք էր, և ով որ առանց աշի ընլալու փախչեր, հերոս կլար, արիտներ գտնեինք։ Բայց հետո հասկացանք, որ անիկա լավ է, մեզի համար է։ Երբ որ Հիսուս իր աշակերտներուն ոտքերը լված և ասա, որ ինձ դեր և ուսուսիչ կգոչեք և այդպես են, բայց ես ծեր ոտքերը լված։ Ուրեմն դուք ալ պետք է ծեր ոտքերը, իրարու ոտքերը պետք է լվակ, որովհետև մեծ ընլալու մասին կմտածեք, ճշմարիտ մեծությունը խոնարհելու մեջն է, ճշմարիտ մեծությունը զարայելու մեջն է։ Հետևաբար մեր կյանքը մեզի ցույց կտա, որ մեր մեծերուն շատ նսածները մենք ժամանակին չենք հասկնար, հետո կհասկնար։ Մեր գրոնքին ալ մեզի նսած, մեզի սորվեցնել ուսով շատ բաները չենք հասկնար, բայց հետո պիտի հասկնար։ Երբ որ հայրը մայրը գսե իր զավակին, հիմա չես հասկնար, բայց տունալ օրմը հայր մայր պիտի ըլլաս, այն ադեմ պիտի հասկնաս։ Երբ որ ուսուցիչը չարաջիջի աշակերտին գսե, հիմա չես հասկնար, բայց երբ որ մեծնաս, պիտի հասկնաս։ Այնպես որ մեր գրոնքն ալ մեզ գսե, որ բաներ մգա, որ հիմա չեք հասկնար, բայց պիտի հասկնար։ Եվ հավանաբար մենք այս աշխարհի մեջ մինչև մեռնի պիտի չհասկնանք այս տասը։ Հիսուս ինչու համար աշակերտներուն ոտքերը լված եւ մեզի ասա, որ պետք է դուք ալ իրարու ոտքերը լվաք։ Երբ որ մենք մեռնենք, այն ադեմ պիտի անդրադառնանք, մեր կացած դերը պիտի տեսնենք, որ մեծության չափանիշը փոխվել է։ Հիմա մեզի համար մեծությունը այն է, որ մեծը զարայություն կընդունի ուրիշները։ Երբ որ ճաշարան երթաս, թրամ ունիս, սպասավորը պետք է քեզի զարայե։ Ուրեմն թագավորին պետք է ամեն մարդ զարայե։ Իսկ Հիսուս գսե, որ իմ թագավորությունս այս աշխարհին չէ,
ես ացերքիցած թակավորան չեմ, սեսի ուսուցումը գպերեն երկինքեն, թրախտեն, երբ որ հոն երթակ, պիտի հասկնակ, որ այս կյանքի, սեր ապրած, աշխարի մեջ ապրած կյանքի, ամենեն կարևոր տասը սերն է։ Անոր սերը չես օրված, ոչ մեկ բան չես օրված։ Եվ պիտի հասկնակ, որ սերը միայն իսկացում չէ, սերը ծարայելն է, սերը դալն է, և ով որ գսիրեր, և ով որ գուդա, այդ գմեցն է, որովհետև դվողը աստուծո կնման։ Մենք չենք անդրադառնալ, բայց մեր ամենեն մեծ ծարան, մեզ ամենեն շատ ծարայով Աստված է։ Աներևույթ կերպով այս տիեզերքը կստեղծել, աներևույթ կերպով կյանքը կստեղծել, ամեն քարում մեզի նոր կյանքը փչե, մեզի կյանք կուտա, խելք կուտա, միտք կուտա, հազարավոր ծաղիկներ և բուդուղներ կուտա, և այս բաները անսայն անշուշուկ կգադարել։ Հետևաբար Աստված մեզի իրեն նմանելու արիթ կուտա, երբ որ մենք հայր և մայր թարնենք։ Երբ որ հայր և մայր թարնենք, այնադեն կհասկնանք, որ պետք է մեր զավակին ծարան թարնենք։ Այո, մենք մեծ ենք, բայց մեծ ուրվալու կախտիկը այդ է, որ թուն կուտաս, թուն կոքնես։ Շիտակ է, որ ուսուցիչը մեծ է աշակերտեն, բայց ուսուցիչը գծարայ է աշակերտեն։ Ով որ մեծ է, ան գծարայ է։ Երբ որ հիվանդանոց երտակ, բժիշկը ցեզմե ավելի քիդուն է, բայց ան գծարայ է ցեզ։ Հետևաբար, Աստուծո թարության սկզբունքներով, որքան գմեցնա մեկը, այնքան գխոնարի։ Այն զարերը, որոնք կդուր չունին, ջուղերը ցից են, իսկ անոնք, որոնք կդուր կդան, ջուղերը կծրին։ Խոնար մարդը հասկացած մարդ է։ Խոնար մարդը յանքի փասը արած մարդն է։ Խոնար մարդը իրաբաշտ է, կհասկնա։ Թե մենք եկեղեցի մեջ չենք գնել այլևս, բայց արարողության մեջ կա և շարունակ կգրտնվի։ Գսե որ Աստուծո երկիր բաքեսություն։ Այսինքն Աստուծո առջև երկիրը բաքի։ Եվ հին ժամանակները նստարաններ չկային, միայն քորքեր կային մզկիթի պես, և ժողովուրդը, որ ոտքի կգենար, Աստուծո երկիր բաքեսուցածադենը գծրեին, զունգերուն վրա գուկային և իրենց ճագադը հողին վրա գպրեին, երբեմն հողը քորքը գահանքուրեին։ Ինչու համար, որովհետև իրականությունը այդ է, հող է իր, հողեն արուվեցար, հող պիտի թարնես։ Հիմա մեր սիրելիները, հայրերը, մայրերը, մեծ հայրերը, մայրերը, ուր են, հող են, ապրած ատենն ալ հող են։ Եթե իրենց ապրած ատենը, իրենց ճագադը կեդին թբած է, կեդինը համպուրած են, ասիկա սաղսել է, սավարյանին ալ ես հող է։ Եթե հող չեմ, մարդ եմ, քուշնոր։ Արաբելություն չկա։ Ամեն օր հանգարցակի մահեր գլուսենք։ Առողջ մարդը մյուս օրը գլուսենք, որ մերեր է, սրդի տակնապ մանցուծեր է, մերեր է, արգացմը եղեր է, մերեր է։ Մի քանի ամիս հետո հողի դիթարդի։ Ուրեմն, Քրիստոս կսե, որ մեզի հիմակն է հասկացեք, որ հող եք։ Եթե շնորհք մգած սեր մեջը, կապրիք, Աստուծմե է։ Եվ Աստված ալ գուսե, որ թուք մարդ ուլալու գդուղներ ուտա։
եւ մարդ ուլալու լավակուն բուդուհը սերը ցուցածը նայիր յանքին նայիր մարդոց տեսնել աղքատը եւ դնանգը տեսնել որբը տեսնել մանուկը տեսնել եւ անոր օգնել տեսնել առանցին մարդը ձերը տեսնել եւ ոստե սերմը արթնա եւ այդ սերը մեզի զարայությանն է հետավապար սիրելիներ յանքին մեջ բոլոր լավ բաները իրականացած է ինչ որ գնայիք լավ բանը զարայության իրականացած է այն մարդոց որում արձանները գտնենք մենք պատմության քիրքերի մեջ կանցնի բոլորը զարայած են մեզի բոլորը իրենց կյանքը նվիրած են ուրիշներուն անոր համար կյանքը քեզկացուցած է մենք ալ նույնը պետք է ունենք հիմա այս արարությունը մեզի հարցում գսե որ կյանքիդ մեջ ոտք լվալու արիքնից որուն ոտքերը գլված որուն զարայես ինչ բանի համար խաչ կգրես քեզմով այս աշխարհի որ անգյունը գքեզ կան ուրեմն եկեցին այն լավակույն դերն է որ գրնանք մենք ոտքեր գրնանք ուրիշին զարայել եկեցին զարայել եկեցին տարբեր մարմիններ ունի այդ բոլորը նպատակներ ունի եւ այդ բոլորը Քրիստոսի գդակը դեղը բերելու համար եկեցին վարժարաններ ունի որպես հոնդե մենք զարայենք մենք մեր մանուկներուն եկեցին աղքատախնամ մարմիններ ունի որպես մենք զարայենք մեր աղքատներուն եկեցին երջախումբ ունի որպես մենք զարայենք հոն մեր եղբայրներուն եւ քույրերուն հոգեվոր վերացման համար որպես անոնց սիրտերուն մեջ աղոթ տնենք եկեցին ունի վարչություններ թաղային կորուտներ հոգապարծուներ որպես մեզի համար եկեցին համար իրենց յանքը նվիրեն իրենց ժամանակը դրամատեն որպես զարայեն մեզի որպես եկեցին կզորըլա մակուրըլա դակուգըլա լուսավորըլա հետավապար այս եկեցին մեջ տարբեր մարմիններ կան դիգիններու հանցնակումբեր կան ճաշկեպը մակություն գնեն եկողները ժպտուներես գտիմավորեն լվացք գնեն ոտք կլվա հետավապար եկեցին մոդեցեք սեր զավակները եկեցին մոդեցուցեք որովհետև մարդ դառնալու դերն է եկեցին մեզի եսասիրութենեն փրկելիք մեզի Աստուծո ուզածին պես ուրիշը սիրով ուրիշին նվիրվող հասուն մարդու վերացելիք դերն է եւ մենք պետք է հասկանանք որ Աստված ուզե մեզ այդ ծառայությունը կատարի մեր համայնքի կորձերուն 90%-ը կամավորներով եւ բարերարներով կգադարի անոնք այս եկեցիան սորված են բարի մարդուլա զարայել Աստուծո դվածներեն իրենց ժողովրդին համար հաշին հան այո Քրիստոս ոտքեր լված աշակերտներուն եւ սա որ հիմա չեք հասկնալ բայց հետո պիտի հասկանալ հետո աշակերտները անդրադարձան եւ հաստատեցին ոտքերը լվալու թրույթը
Հիմա մենք ամեն գիրագի բատարակն է, չէ՞։ Ինչու՞, որովհետև Հիսուս վերջին գիշերը հացի եւ քինին արավ, արեք գերեք այս է իմ մարմինս, արեք խմեցեք այս է իմ արյունս, եւ սա որ ամեն քովի քալու այս է։ Ուրեմն առաջին նախնական եկեղեցին այս բատարակ երբ որ գներ, նաեւ անոր մեջտեղ գդարված այս ոտուն լվանգն, այսինքն դարին մեկ անգամ չէին։ Ամեն քովի քալուն գնեին ասա։ Եկեղեցու առաջնորդները, այսինքն եկեղեցու ծերերը, հովիվները ժողովրդին ոտքերը գլուվային։ Հագավ այդ ժամանակ ոտքերը գլուվալը պրատիկ էր նայ։ Հիմա իմաստն չունի, որովհետև մենք բոլորս լավ փողոցներու մեջ գկալեն, սեղ չգայլովս, քուլբաներ ունին, գոշիկներ ունին աղը, հետևաբար դուն մտածածանը Ոյվե մեկը իր ոտքերը չի լվա։ Բայց ես կհիշեմ, մանուկ Եղազադենը, երբ որ սանդալետներով կքալեին, եւ կամ փած լաստիկ կոշիկներով, երբ որ դու մտնեին, մաման գսեր, պիտի երթաս, ոտքերդ պիտի լվաս։ Ուրեմն այդ առաջին եկեղեցի մեջ պրատիկ էր ասել, որ մարդոց ոտքերը պետք է լվացվեին, եւ Քրիստոսի ավանդով եկեղեցու մեծերը գլվային ժողովրդին եւ նոր եկողներուն ոտքերը ամենու զարմանք կբաճարել եւ կհասկանային որ քրիստոնյաները դարբեր են մյուսը այնպես որ եթե եկեղեցի մեջ մեկը եկեղեցական բիդլա Բոս արակյալ գսե որ պայմաններն մեկը այդ է որ ոտքեր լվացած պետք է Այսինքն եկեղեցին զարայով պետք է։ Եթե մեկը ոտքեր լվալ չգիտեր, պետք է առաջնորդի դիրքին հասնի։ Մենք մեր փորձառութեն ենք գիտենք։ Ամենեն վտանգավոր եկեղեցականը, ամենեն վտանգավոր թաղականը, ամենեն վտանգավոր ուսուցիչը, ամենեն վտանգավոր դնորենը այն անցն է որ կգարձե որ այդ բաները իրեն համար է եւ ուրիշները իրեն թարգուբադիր պիտի տան։ Այսինքն ուրիշները հարկանք ցույց պիտի տա, եթե իրեն պետք եղած հարկանք չեն դար գփարգանան, չէ յանքը մեզի գսորվեցնե որ բոլոր մեծ գործերը կատարողները բոլոր զապահարավները անոնք են, որոնք ուրիշներուն համար են։ Համերքի մեջ երկիչի գերքեն, ամեն մարդ ոդնգայս կծապահար է։ Երկիչի գնաց գարձել, որ այդ ժողովուրդը իրեն համար է։ Բայց ճիշտ հակառակն է, չէ՞։ Այդ համերկասրահեն հանեցեք դուք ժողովուրդը այդ երկիչը ինչ կորձի պիտի ծառայել։ Հիմա գլսենք չէ աշակերտները բոյկոտ կնեն։ Իրենց տասերուն չեմ մտնել։ Այնադեն դնորենը, ուսուցիչը, դեկանը ինչ պիտի դնե։ Բարապ տասարան պիտի կաթաս պիտի դա։ Այդ մեզի գսորվեցնե որ հոնդե մեծությունը աշակերտությունն է եւ դպրոցսված սիստեմը աշակերտության համար կա, ուսուցիչին համար չկա, դնորենին համար չկա։ Այո, շիտակ է բժիշկները մեզ մա ավելի խելացի են, ավելի քիդուն են, բայց երբ որ հիվանդանոց երթանք, հիվանդանոց եւ բժիշկը հիվանդներուն համար Եթե հիվանդներ չկա, իրենց կորձը ոչ մեկ բանին չի ծառայ։ Այո, ես ցիրկով բադիարք եմ, շատ լավ, դուք ալ իմ սերտիս կանտուրեք, դուք չկա կոստե, զոր։ Ես կրնամ նստիվ և կոստե կարոզ։ Հա, կկարոզեմ, որովհետև հերադեսիլով արդեն գտիդան մեսին,
բայց մեկը գա ուրիշին համար գկարոզես, ես ինձ համար չեմ կարոզեր։ Հետևաբար Տեր Հիսուս ուզե որ մենք այս կյանքի քաղաքը սորվենք եւ եթե կյանքը մեզ դեր կհասցնե, հասկանանք որ մենք մեզ յետեր մնացողներու համար հասած ենք այդ դեր։ Եվ ասիգա հասկացողը գծարայ։ Ասիգա հասկացողը ցերկն է, ցերկը քարինդագը գծա։ Ասիգա հասկացողը ասե որ կյանքը ինձ դվավ, ես հիմա իմ ժողովրդից պիտի տամ, իմ ասկից պիտի տամ, իմ եկեղեցից պիտի տամ։ Ինչու՞, որովհետև մեծա ես։ Հոստե մանուկներ գային, քիչ առաջ աշակերտներ ալգային, անոնց մե փամը կսպասենք մենք, զարայությունը կսպասենք, չէ, որովհետև չեն հասունցած դագավ, դագավին պեր չեն գրնար վերցնը, ան որ գհասուննա պեր գվերցնը, ընտանիքի բադասանադվությունը կստանցնե, ասկային բադասանադվություն կստանցնե, աղկադին, տնանգին, ձերին, մանուգին խնամքը կստանցնե, ինչու, որովհետև մեծած է, և Հիսուս սավ ով որ մեծ է ծեր մեջը, ծեր բոլորին սպասավորը թողլա, ան որ առաջին ըլլալ գուզե, ամենեն վերջին ըլլա, որովհետև Աստուծո թրությունը այսպես է գուզե, շատ վերջիններ առաջին բիդուլան, շատ առաջիններ վերջին բիդուլան, ինչու, որովհետև Աստուծո արքայության մեջ հաշիվները կփոխվին և մեզի կհարցվի, ինչին զարայեցի, որուն զարայեցի, որ անգյունը քեզկացավ քեզմը, ինչ պատասխանատվություն ստանցնեցիր, փամը չրի ես ինձ համար ապրեցա, քնա ամենեն ետևը, ուրեմն Տեր Հիսուս մեզի գսե որ մեղավոր մարդ ուլալու ամենեն սայդուն երևույթը հբարտությունն է, հբարտ մարդ ուլալու։ Սատանան օծը թրախտին մեջ Եվային ինչպես խապեց, սա որ եթե այս արգիլված բուդուղեն ուդեք, երբեք չեք մերնի, ճիշտագարագը Աստուծո պես կլա։ Ավոր բան է Աստուծո պես կլա, մեծնա։ Եվ գերան արգիլվածը ըրին, բայց Աստուծո պես չեղան, սատանայի պես եղան, անասուններու պես եղան, Աստուծո որդի, Աստուծո զավակը ուլալ իրենց չփավեց։ Հետևաբար, սիրելիներ, խոնարհությունը թեև մեծ արժեք չգայի պես գերեվի այս աշխարհի մեջ, որովհետև մենք հբարտ մարդոց երանի գսենք, հիմա մեր դիտած ֆիլմներուն մեջ ամենեն զորավոր մարդով է մաֆիոզն է, չէ՞։ Մեջքը զենքը ունի, բուրունցքներ շատ զորավոր է, իր արջևին իրեն հակարակողին քիթը պերանը կգոտրե, ավելի շատ հակարակողը գմերցնե, հարստություններուն կդիրապետ է, ուրիշները կգողոպտ է, և մարդիկ կսպուքան և անոր կսեն հայր, բաբա, և ուրիշները կգողոպտ է, և մարդիկ կսպուքան և անոր կսեն հայր, մեծը համար մեծությունը չէ, մեծությունը երբ որ թուն ուրիշները կմեծնես, այդ է մեծությունը, երբ որ ուրիշները կմխիթարես, այդ է մեծությունը, այո, այս արարությունը ամեն գիրագի կկատարվի, անցյալում, բայց ծանր արարություն ասում, այսինքն իմաստով ծանրը, նույնիսկ եկեղեցականներուն համար ծանրը, հետևաբար կամաց մորցնել դվերեն և դարին մեկ անգամ կկատան, որպես շիշատան։ Բայց հավանաբար պետք է ավելի շատ ունենք մենք այս արարությունը, որպես վերստեն շիշենք թե քրիստոնյայի համար մեծության չափանիշը ինչ է։
զարայել ինչ։ Ուրեմն դերը մեզի քաչությունն է, որովհետև այս հբարդ եւ հբարդությունը սիրող աշխարհի մեջ հոնարը լավ իրապես քաչություն է։ Հոնար մարդը գարձես թե տեղ չունի։ Հոնար մարդը երևի թե դգար է, չէ, հոնարությունը զորություն է, երբ որ գրնակ հբարդը լավ, բայց կխոնարի այդ է ճշմարիտ զորությունը։ Հիսուսը սավ աշակերտներին, դուք ինձ դեր եւ ուսուցիչ վարդապետ կգոչեք եւ ես այդպես եմ, բայց ես ցավ ոտքեր ուղված։ Ասիկա ցեզի օրինակ կուց։ Ուրեմն դուք ալ կբարդիկ ուրիշներուն ոտքերը լվալ։ Այս է մեծանալու ճամփան։ Այո, սիրելիներ, այս օրը երկար օր մնա։ Ընտրյաց պատարակը առաջին անգամ կատարեցին կարավոդում եւ այսօր ոտուն լվայի արարողությունը քիչ հետո գիտի սկսի խավարման արարողությունը դեր Հիսուս Քրիստոս մատնվեցավ եւ մեր եկեղեցու ամենեն դրամատիկ արարողություններն մեկն է լույսերը մեկ կմարեն եւ եկեղեցին խավարի մեջ կմնա ամենեն դարվան ամենեն արդյունաբեր հավատքով լեցուն իմաստով լեցուն օր դեր օրհնեց ձեր բոլորը որպես այս օրվան օգտվի եւ ձեր հոգիները գասպուրվի եւ նորոգվի այս օրերու օգնությամբ